Սա Գյումրիում ներողություն եմ խնդրում։ Դուք կարծում եք, որ այս ընտրությունները եւ սովորաբար դուք կարծում եք, որ վերջին շրջանում տիմ ընտրությունները դրանք պարզապես համայնքային ընտրություններ են քաղաքական ուժերի միջև, թե սրանք իսկական քաղաքական ընտրություններ են ՔՊ-ին հեռացնելու կամ ՔՊ-ին զարգացնելու համար։ Վերջին շրջանը ո՞ր շրջանի Վերջին 4 տարիներին, համենայն դեպս պատերազմից հետո կարծես թե բոլոր ուժերը գնում են առաջինը կառուցողականության դաշտ կոնկրետ ընդդիմության հետ եւ շատ համառ կռվի մեջ է մտնում իշխանությունը ամեն գնով, ինչպես որ այսօր ձեզ մոտ են որոշ դրսևորումներ նկատել։ 21 թվականի տիմ ընտրությունները չունեն նման քաղաքականացված երանգ, բոլորս ենք դա տեսել, իսկ կոնկրետ այս ընտրությունների մեջ տեսնում ենք նաեւ մեծ քաղաքականություն, որ Գյումրեցու քվեից կախված շատ բան է փոփոխվելու։ Դրա համար չպետք է իշխող վարչախումբը ունենա սատարում, որպեսզի կարողանանք վերջնականապես ազատվել չարիքի իշխանությունից։ Եթե ԿՊ-ը որքան եք գնահատում։ Եթե քարոզարշավի ընթացքում օրերը երկար լինեն եւ մենք հասցնենք յուրաքանչյուր գյումրեցու մեր ծրագրերի մասին բացադրել, շփվել իրենց հետ, իմ կարծիքով նման ընտրակարգով, ընտրահամակարգով շատ դժվար է 50+-ի հասնելը, բայց մենք անպայման կհասնենք, որովհետև գյումրեցին հոգնել է այդ հին ու նոր խաղից, հոգնել է այդ սև ու սպիտակի բաժանումից եւ ովքեր որ հասցրել են ծանոթանալ մեր հետ, նրանք քիչ չեն, ֆիքսել են, որ հենց այդ նոր փոփոխությունը, այդ նոր մոդելի կառավարումը եւ Գյումրուն արժանի միավորը հենց մենք ենք։ Պարոն Սիմոնյան, իդեպ իշխանությունները հենց այդ ձեր ասած թեզն են անդադ առաջ տանում, ձեզ թիրախավորում են, որ այ դուք մի ուժի հետ կապ ունեք, ասենք Քոչարյանի, մյուսը Սերժ Սարգսյանի, մյուսը չգիտեմ ում, Վարդան Ղուկասյանին առանձին են թիրախավորում, որ եթե նրանց ձայն տակ Վարդան Ղուկասյանին եկելի ձայն տալու գալու են, այսինքն այսպեսի կոպիտ ասած բոքսի տանձիկներ իր համար ցած սարքել, որ այդ թեզերով նորից մարդկանց վանի ձեզանից եւ իրենց կարող են կերակրել այդ թեզերով այսօր։ Գյումրեցիները դուք շփվել եք, դա աշխատող է, իրանք ինչ են մտածում։ Մեր մասով պատասխանեմ, երբ որ վերջի 24 ժամը փորձեցին լկտի պահվածքով ինչ որ պաստառներ տվել, անսահմանափակ եւ հրավիրել նաեւ ուրիշ մարզերի երեխաների, որովհետեւ Instagram-ներում կար ստորիներ, որտեղ իմ նկարն էր պատկերված եւ վարկաբեկող բաներ էր գրված։ Մեր երիտասարդները օրնիբուն աշխատելով հայտնաբերել են իրենց, երբ որ հարց են տվել, թե ինչի է անում, իրանք են պատասխանել, թե 15000 դրամ փող են տվել, ճանապարհածախսն են տվել, որովհետեւ գանք անենք, մենք գյումրեցի չենք։ Այսինքն գյումրեցիները չեն ցանկացել, հա։ Գյումրեցին չի անում պես բան, չի անում։ Փորձեցին, տեսնելով բնական վարկանիշի աճը, տեսնելով որ թաղերում երթերի ժամանակ մարդիկ ինքնաբուխ են դուրս գալիս եւ միանում մեզ, մեր շարժին, իրենք հասկացան, որ այդտեղից վախենալու բան ունեն։ Եվ ես հենց հիմա կոչ եմ անում բոլոր գյումրեցիներին, այն մարդկանց, ովքեր որ հենց ինքնուրույն տեսել են այդ պաստառները, պոգել են, նկարել են եւ ուղարկել են ինձ իմ անձնական Facebook-յան էջին, որ տեսեք, մենք ենք դա անում, առանց ճանաչելով ձեզ, ուրեմն ես հասկանում եմ իրենց վախերը, իրենց այդ վերջին 2 օրվա բռնաճնշումները, որ նույնիսկ շտաբի վրա հարձակում եղավ եւ շտաբի պետի հեռախոսը, բոլորս գիտենք, չէ՞, 21-րդ տարում հեռախոսն ինչ է իրանից ենթադրում, ամբողջ ինֆորմացիոն դաշտը այնտեղ է եւ խելելով այդ հեռախոսը փորձեցին խոչընդոտել մեր 18:00-ի հավաքը ամսի 27-ի, բայց իրենք չպատկերացրեցին, որ մենք շատ ավելի պրոֆեսիոնալ ենք եւ մեկ մարդուց կախում չունի մեր թիմը։ Յուրաքանչյուրը իր վրա վերցրեց պարտականություն այդ օրվա հավաքը կազմակերպելու, գերազանց անցկացվեց եւ հիմա էլ շարունակում է մեր թիմը բոլոր ոլորտներում առաջատար կոչ եմ անում գյումրեցիներին ընտրատեղամաս հաջախելուց լավ հասկանան, իրենց պետք է քաղաքապետարան, որտեղ մուտք գործելուց կհասկանան, որ այդ նաեւ իրենցն է եւ հենց իրենցն է, ոչ թե ինչ որ մեկը մայլի տղեկով հավաքված նստած փորձում է խելքների փչած անել, այլ ստեղծելու է նաեւ քաղաքապետարանի կից կառույց,
ովքեր բանիմաց մարդկանցով են համալրված եւ կարողանա ճիշտ լավ մեթոդներով, նոր մոդելներով քաղաքի կառավարման որակը փոխել, նաեւ վերջ տալով այն թայֆաբազությանը եւ կերտելու նորը եւ գյումրեցիները պետք է այս պահին հասկանան ողջ լրջությունը, իրենց քվեի ողջ լրջությունը հասկանալով պետք է ազատվեն այդ իրենց համար չսիրված, այսպես նուրբ ասեմ, նախին парք ու վարկերը։ Խախտումների մասին հազանգեր կան, մասնավորապես գծի հետևից, ինչ որ հազանգեր կան, ասում են ինչ որ կուտակումներ կան, որը Սարիկ Մինասյանի։ Ուրեմն ասեմ, ներողություն Սուսի ջան, պատասխանեմ ու դառնամ ցեզ։ 3 երեկոյան մեր համակիրներից նորից նկարահանել են ավտոբուս վրացական համարներով, որը Բերլին հոթելի դիմաց է կանգնել եւ այնտեղից բազմաթիվ մարդիկ են իջել այնտեղ։ Խորհուրդ կտամ նաև գնաք Բերլին հասկանաք։ Ես ասում եմ վրացական համարներով, ես չգիտեմ մեջից Ջավախահայերն են իջել, թե հնդիկներն ու պարսիկները, թե ովքեր։ Գնացեք նաև այնտեղ լուսաբանեք, հասկացեք ովքեր են այնտեղ, բայց այս վերջում մի բան էլ ականատես եղա, մի Ջավախահայ կնոջ երբ որ հարցրեցին, ասում են որ Ջավախահայությունը գալու է քվեարկի, պատասխանեց ասավ ինչի հո մենք անթասիբ չենք որ Ջավախահայ ենք ուրեմն բդի այսինքն նրանց բերել են այստեղ որ իրենց քվեարկությունը իրականացնեն ինչ որ մեկի համար համենայնպես այդ ռեսուրսը կարող է իմ կարծիքով դա է մենք նաև լսել ենք թոշակներով են սպառնացել թե իբր կկտրենք եթե դուք չգաք այստեղ չգիտեմ մենք դեռ կհասցնենք ստուգել բայց ես ձեզ ասեմ որ մենք Սարիկ Մինասյանի այսինքն իշխանական տեխնացուի թաղամասից են գալիս որտեղ երկու ընտրատեղամասեր իրար մոտ են եւ նրանց հենց արանքում եւ 50 մետրը չգերազանցող տարածքում, այսինքն արդեն օրենքի խախտումով գտնվող տարածքում նրա շտաբն էր, որը արտաքին պատերից չուներ որևէ նշան, որ ինքը շտաբ է, բայց ներսում, ինչպես մեզ ահազանգողներ ասել, ԿՊ-ի որջ են ստեղծել եւ այդ տեղով են մտնում դուրս գալիս կամ այդ տեղով են անցնում ընտրողները դեպի տեղամասեր։ Մենք իհարկե տեսանյութերը ունենք, մենք նաեւ ստիպել ենք, հարկադրել ենք ոստիկանությունը, որ արձանագրություն կազմի, այդ թվում հայաքվեին, ձեզ ասեմ, որ դիտորդական առաքելություն իրականացնող թերևս միայն հայաքվեներ, որ փորձեց արձագանքել, մյուսները առանձնապես վրթոված չէին ու չէին էլ փորձում ստուգել։ Եվ ասեմ, որ մեքենաները կանգնած էին իրենց մեջ մարդիկ հսկում էին ամբողջ շարժը։ Դուք կարող եք ասել այսպիսի դեպքերը կազդեն ընտրական արդյունքների վրա, թե ոչ։ Շնորհակալություն ձեզ, որ հենց հիմա ամբողջ Գյումրիին եւ գյումրեցիներին բացադրեցիք ինչ է տեղի ունենում։ Գյումրեցիներ ձեզ տեսնեմ, արժանի պատասխանը տվեք, արժանին ստացեք, ես ձեզ վստահում եմ։ Սիմոնյան, եթե կներես էլի փայլը եթե Նիկոլ դառնա քաղաքապետ, ընտրվեք, Նիկոլ Փաշինյանը կամ նրա կինը գան Գյումրի, դուք որպես քաղաքապետ կգնաք նրանց դիմավորել։ Տեսեք, եթե Նիկոլ Փաշինյանը մեր յուրաքանչյուր Գյումրու զարգացման ծրագրերին կողմ լինի եւ ցույց տա, որ առավոտից իրիգուն իր համար տեսլական է դարձրել Գյումրի զարգացումը, որին ես չեմ հավատում։ Այսքանը ձեր հարցի պատասխանը։ Սիմոնյան, իսկ ինչ մտավախություններ ունեք ընտրությունների հետ կապված։ Մտավախություն ունեմ, որ կեղծիքներով փորձելու են շրջիկ խմբերով քվեարկության արդյունքները խեղաթյուրել։ Համոզված ասում եմ, եթե չլինեն դրա կեղծիքներ, այսօր 22:00-ին արդեն բոլորս ծափ ենք տալու, շամպանսկին բացելու ենք եւ շնորհավոր ենք իրեն, որ Մինասյանը հաղթիկ շնորհավոր եք իրեն։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի։ Ես չեմ հավատում, որ Սարիկ Մինասյանը ունի 10%-ից ավել քվե, այդ 10%-ից 9.7%-ն էլ վարչական ռեսուրսի չարաշահումն է։ Հետևաբար ինչի մասին ենք խոսում։ Շնորհակալություն ձեզ։ Եթե կապված ինչ կասեք, որովհետև Ինչի հետ կապված։ Էմմա Գրիգորյանի գործով Ոչ մի բան չհայտնաբերեցին։ Հացարձակ ոչ մի բան։ Փայտը մեր իրավաբանի մեկնաբանելով տեղեկություն է եղել, որ այդ փայտը վերցրել են Սարիկ Մինասյանից։ Անկամ ինչ որ Ինքն է տվել, փայտը ինքն է տվել։ Հա, այդ աղջիկը դիմում է գրել, որ փայտը Հիմա ինչ որ գրական վարույթ։ Իրենք փորձեցին այդ վերջի օրը մեր աջող վարկանիշի վրա ցեղ շպրդելով ինչ որ դիվիդենտներ շահել, բայց գյումրեցին չի հավատաց, որովհետև հաթաթ տեսել է ես, բան որ ժամանակից ոնց եմ
կառուցել, ավելացրել եւ նպաստել նաեւ մեր Գյումրու հասարակության որակի փոփոխության։ Դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք, կներեք, դուք նախկինում էլ քաղաքական ակտիվություն դրսևորել եք, օրինակ վերջին 4 տարում։ Չէ, ես Որտեղ ձեզ հիմնականում ճանաչեցին մարդիկ հենց այս առաջադրման պատճառով եւ ձեզ Coca-Cola-ի կարեն էին ասում։ Pepsi Pepsi Cola։ Դուք քաղաքական ակտիվություն դրսևորել եք եւ Արցախի կորստից հետո ինչ որ քայլեր արել եք թե ոչ, որոնք ձեզ Արցախի կորստից հետո միակ բանը, որ հիշում եմ, հորեղբայրս Մոսկվայից զանգահարեց եւ երկուսով մոտ 20 րոպե չեն կարողացել հեռախոսով խոսալ, լռել ենք ուղղակի։ Այսքան եք ասում, շնորհակալություն։ Մեթոդները, ինչը որ փորձելու է կանգնեցնել իրենց ընդրակեղձիկները եւ իրենց վերարտադրությունը, փորձելու են կանել։ Իդե բանավեճը դեռ ռեյտինգի վրա ազդեց թե իջա, պարոն Սիմոնյան, այն որ ձեր գլուխը մի պասս բռնել եք եւ որ վայ մամա ջան, այսօր եմ ընկել, մի բան է։ Գնահատականը տալիս եք դուք, նաեւ ինչքան հիշում եմ դուք եք գրառում արել բանավեճից հետո եւ ձեր նման մարդիկ, ովքեր ռեալ կարող են փաստել եւ իրերը կոչել իրենց անուններով։ Ձեր ֆոլոուերները գործընկերս ասում Ինչով եք օգնել այս օրերին Քարոզարշավի փուլումտրություններից առաջ։ Ինչով ենք ինչ Ինչ արել։ օգնություն եք ցույց տվել, օրինակ ինչ եք արել։ Ժպտացել եմ, այն լավ բարի էմոցիաներն եմ տվել դրական եւ նույնը ստացել եմ։ Ընդամենը։ Ձեր բնակավայրում է Դա ամենամեծն է, ոչ թե ընդամենը։ Դրանից վեր բան էլ գոյություն չունի։ Չէ, նկատի ունեմ ինչ-որ շահագրգռող բան, որ կարող են ձեզ քվեարկել։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք ձեր ստացած Ժպիտը կստիպի, որ ձեր ստացած Ոչ, մանդատներից ժպիտը կստիպի, որ բոլորը հասկանան, որ մենք մաքուր ենք։ Մենք գալիս ենք դրական փոփոխություններ բերելու։ Պարոն Սիմոնյան, ամեն դեպքում պատրաստ եք, ասենք ստացել եք 5 կամ 10 մանդատ, եթե չեք ընտրվում քաղաքապետ։ Ամեն դեպքում պատրաստ եք որպես բոյկոտ հրաժարվել այդ մանդատներից, որովհետև եթե բոլորը հրաժարվեն, բնականաբար ավականին չի Եթե մեթոդներից մեկը հենց դա է, որի արդյունքում է լինելու քաղաքացիական պայմանագրին իշխանազրկելը, ուրեմն պատրաստ ենք։